Բարև ասպետ, Բարև ապո։ մեր այսօրվա զրույցի հիմնական թեման Հայաստանի ընտրություններու նախորդին տեսնել Հունգարիո մեջ պատահածը, տեսնել եթե կան զուգահեռներ, եթե կան թե իշխանության կողմնակից իշխանության ղեկավարությունը եւ թե ընդդիմությունը Հունգարիայի ընտրություններն ինչ տասեր կնա քաղել կամ կնա տասեր քաղել Կամ ինչ տասեր չքաղել։ կամ չքաղել, այսինքն եթե չեն ուզել։ Կարևոր է եղել։ Հա։ Ուրեմն Հունգարիո մեջ տեղի ունեցավ գիտենք ընտրությունները եւ 2010-ին ի վեր իշխանության գլուխ եղող Վիկտոր Օրբանը զարմանալիորեն գործընծուց, այսինքն իրեն համար անակնկալի ավ երևի, որովհետեւ ինքն ավստահ էր։ Ինչն էր հիմնական աստակները, որ այս փոփոխության հնարավորություն ստեղծեցին, իշխանության փոփոխության, որովհետև նույնքան ինչ որ ինքը դարիներ ունեցած է, բացարձակ մեծամասնություն խորհրդանի մեջ, հիմա իր հագարագործը, այո, նույնպես ունի բացարձակ մեծամասնություն, այո։ Նախ քանի բաներ մտորումներ ապա առաջինը այն է որ Հունգարիո բարակային երկխոսվի որ Օրբանը հագա Եվրոմիություն էր, պրո-Պուտին էր եւ այլն եւ ինչքանով մեծ կորձոներ իր ընդրության հաջողության կամ ցախողության մեջ իմ կարծիքով սա այդքան մեծ չէ այսինքն տեսանք ինչպես օրինակ Ամերիկայի փոխնախագահը եկավ որ իրեն նեցուկ կանգնի բայց չոքնեց շատ որովհետեւ նայր օրվա վերջը նորեն նույն հարցին ուքավ ինչ որ ժամանակին կարծեմ ասած եմ ոստեղ բոլոր քաղաքականությունը դեղական մակարդակի վրա է all politics is local տիպը նիլ Ամերիկայի նախին խորհրդարանի նախագահ ուրեմն ասիկա մեկ երկրորդը հետևողականությունն է եւ իրենց փորձառությունն ինչ տասեր քաղաց են ընդդիմությունը այնտեղ եւ ասիկա շատ կարեւոր է որովհետեւ անցնող 16 տարվա ընթացքին 4 ընտրություններու ընթացքին ընդդիմությունը Հունգարիո մեջ շատ կփորձեր այսինքն դարանչատված էր շատ տարբեր շերտավորումներ ուներ մինչեւ որ գրցան աս նոր Պետր Մաժարի շուրջ համախմբել ինչու արդեն հարցը ոստեղ գարժե ավելի խորանալ բայց ժամանակը չունի գադոր մասին խոսելու բայց ասիկա առաջին արդյունքն է Տակտիկական կարևոր բան է իհարկե չէ միանշանակ շատ կարևոր է միանալը կարևոր է ոստեղ ուրեմն հագարակ որ գիտես իմ նախին իմ ասենք կորձընկերներս մեկը որ իմ թեզիս ասենք վերագացուներ կամ քննիչներ վրացակետ մեկ անգամ բան ասած էր որ Վրաստանի մեջ քաղաքականությունը հիմնված է անհատականության եւ ողերու վրա ոչ թե քաղաքապարախոսության եւ այլն եւ ասիկա գտեսնանք Հայաստանի մեջ իհարկե շատ լավ ցեվով որովհետեւ քաղաքապարախոսություն չկա անհատներն են եւ ողերն են որ գա որ գուզեն ինչպես ողերը լուծել Հունգարիո մեջ գրցան ադիկա մեկ կոմտնել հետաքրական այն է որ ասիկա մեծ քաղաքապարական մեծ ասենք երկրաշարժը չէ այսօրվա իրականության մեջ Հունգարիո խորհրդարանի մեջ բոլոր կուսակցությունները կամ Գետրոն Աչագոմյան կամ Զայրակուն Աչագոմյան են continuing նոր ուժնալ այսինքն նոր ընդրված ուժնալ Գետրոն Աչ է այո ճիշտ եւ երրորդ ամենամեծ ուժը Զայրակույն Աչ է Եվ աս բոլորի մեջ եւ Պետր Մաժարի հրաժարական 2023-ին կամ 24-ին իշխող գուսակցության են շատ կնմանի ինչ որ Մակրոնը հրավերացավ ընկերվարական գուսակցությանին բայց նաեւ գրծավ մի քանի հաջողություններ արձանագրել առաջին օրինակի համար եվրոպական ընտրություններուն Թաշինք կնկելով մի քանի այլ գուսակցություններ գրծավ անցնել այդ շեմը դեղական ընտրություններուն եւ մոտ 2 տարի ինքը իհարկե օրենքը սահմանապակետ ու ինչ կամպեյն գնես ինչ ընդրապայքար գնես այսինքն ասկային մագարտակի վրա կամ դեղական մագարտակի վրա բայց իր այն իրողությունը որ ինքը գերտար 2 տարվա մեջ քյուղեր քաղաքներ եւ շատ երկար ժամկետով ավելի ճիշտ է մարաթոն գնայր ոչ թե սպրինտ գնայր մեր ուրեմն ասեր իր հաջողությունները մեկը եւ վերջապես իրենց սխալներն սորվելով անդրադարձան որ գարժե միանալ մեկ տեխնոջիի շուրջ գարտմուգուսակցություններ կային որ ասեն որ մենք բոլորովին միջի մասնակցենք ոչ թե բանենք նեցուկ կանգնենք աս մաժարին բայց միջի մասնակցենք որ չդարդանենք մեր ուժը so աս բոլոր իրար հետ հավաքված կարելի եղավ օրինակ համար հասնել այն իրողության որ գրցան Օրբանին ասենք իշխանությանեն դուրս տնել հիմա Հայաստանի մեջ թե իշխանությունը թե ընդդիմության դարբեր ուժերը
շրջաններ երտալու, գյուղը երտալու այդ մարդավարությունը որ տեկրած են։ Այո։ Ուրեմն ինչ է մույս Ժամկետային է ապո։ Հիմա է որ գերտան։ Բայց օրինակի համար, այսինքն անցնող 3 տարվա 4 տարվա ընթացքին որևէ մեկ ուշադրություն դրված է, հոս է որ ճիշտ բանը որ մարդիկ չեն հասկանար Հայաստանի մեջ կամ ընդհանուր քաղաքականության մեջ, որ երկարաշունչ է ասպանը։ Դու նույնիսկ եթե իշխանության մեջ ես, պետք է պատրաստվես անընդհատ ընդրաբայքար դանիս կամ քարոզարշավ անես մինչև հաջորդ ընտրությունները, որ 4 տարի յետ կեն։ Այսօր համար ենթադրե ունենալ նյութական, ֆինանսական սենկապահովություն, բայց նաև ժամանակ եւ համբերությունը, որ հոստեղ չունին ընդհանրապես։ Ոստեղ այսինքն իմ կարծիքովս եւ որ գնայեմ Հայաստանի քաղաքական թեմին, թատերապեմին, հետաքրական է որ կամ վարչապետ վաղը կամ հետ։ Սո փոխանակ մտածելու որ երկար ժամկետով ինչ պիտի ելնա։ Ճիշտ է, աս գարկմը ասենք քաղաքականությունները կամ գարկմը ռազմավարությունները կօգտագործվին, բայց այդ երկարաշունչը չկա։ Եվ երկրորդը ավելի կարևոր ինչ որ էսի Հայաստանի մեջ անհատականության եւ ողերու ասենք հաշիվ մաքրելու ասպես ասած մղումը ավելի կարևոր է քան թե ոյե մեկ ասենք իդեալական քաղաքապարական նայր ասոր մեջ օրինակ երակրական է Օրբանը նաեւ շատ որոշ շապով այդ վախի քաղաքականությունն ալ կօգտագործել հիմա խոսենք հրեդրոպանության տակտիկական բաները երկու կարծիքը փոխե եւ այլն բայց եւ հիմա այստեղ հայաստանյան իրականության մեջ շատ կխոսվի խաղաղություն թե պատերազմ եւ այլն մանավանդ իշխանության կողմը հետաքրական այն է որ նախ եւ առաջ պետք չունի նադիգանելու անիմաստ է բայց ստրատեգիկ ցեվով շատ հետաքրական վախը շատ ավելի մղում կդամարտու ընդրողի քան թե օրինակ լավ բաներ խոսիլը եւ աս պատերազմի թե խաղաղության հարցը միշտ եղած է հայաստանյան իրականության մեջ է սկսելով 97-ին Տեր-Պետրոսյանի Լևոն Տեր-Պետրոսյանի հրաժարումն բայց ատկե վերջ համարյա թե 20 տարի նույն բաններ որ վնաս չունի ժողովրդավարություն չենք բայց ապահով ենք եւ ասում մարդոց մեջ նաեւ սխալ եւ շատ գերձ եւ շատ անհեթեթ խաղապարնալ ստեղծած է որ ժողովրդավարությունը ասել է անապահովություն եւ հոսե որ օրինակ համար լավ ցևով արտահայտելու բոլոր գուսակցությունները նաեւ իշխան կառավարությունը ասենք իշխանության գլուխ գտնվող քաղաքացիական պայմանագիրը չեն գրնար փոխանցել այդ ժողովրդին ընդրոներուն բայց մաժարը գրծաբադիկա անել եւ հետեւողական ցևով այսինքն ես եթե գուզեմ վարչապետը լալ ուրեմն ես պիտի սկսեմ օրինակ համար քյուրական ընդրություններ են պիտի շարունակեմ եվրոպական ասենք խորհրդարանի ընդրությունները եւ հոսե որ տուն կամած քուվարգդ կբարձացնես իսկ վեջի ընթացքին այսինքն որ խոսին ասկային հարցերով վերաբերյալ Հունգարիայի փորձը գիտեք հոնալ որ ասենք թե Օրբանը գործած էր ասկայնական ինչ որ հարցեր ընտիմությունը ինչ հրավ այսինքն ընտիմությունը այդ հարցերով վերաբերյալ իր գեցվածքը որովհետև Հայաստանի մեջ նույն խնդիրը կա բայց նույն չափով չաշխատեցավ ոս դժվարություն կա հարցը այն է որ նայ Հունգարիո մեջ ինչպես էսի ընդհանրապես երկու գուսակցություններ գլխավոր իշխանական Օրբանը եւ Մաժարը երկուքն ալ աչագոմյան են հիմա հետաքրական է գիտես ինչպես կրնաս դու աչագոմյանը լալ ասկայնականը լալ եւ նաեւ եվրոմիությանը լալ ասե որ քաղաքականությունը շատ հետաքրքիր ասենք բարերու եւ ներգայացնելու ջգունություն ունենալ եւ Մաժարի ջգունությունը ադեր այսինքն ոչ մեկ ցեվով չեր գրնար բանը Օրբանի արտահայտած ասկայնականությունը որ ինչպես ասեմ undermine չի թերակնահատեց Մաժարի ասկային ասենք արժեքները ասկայնական արժեքները հոստեղ Հայաստանի մեջ հարցը այն է որ կարելի է այդ մեկը ասել որ ունենք իշխանությունը որ նվազ ասկայնական է քան թե չեմ ասել աբասկայնական է բայց նվազ ասկայնական է քան թե ինտիմությունը բայց որովհետև նույն հանգերքը նույն ցևով կներկայացվի անընդհատ այլևս անիմաստ է մարդիկ այլևս չեն լսեր Իմ գարձիկովս Հայաստանի մեջ ընդրություններու բարակային մեծամասնությունը որ ասած է որ պիտի մասնակցեն ընդրություններուն կամ վստահ չեն որու պիտի դան անոնք են որ իսկապես արդեն հոգնած են բաներլիս ես օրինակ հիմա եթե պատկանիմ ասինչ կուսակցության կամ նեցուկանգնիմ ոյե մեկ կուսակցության երբ որ խոսակցությունը լա ես կերտամ այնտեղ որպես ընկերային հասարակական հանդիպում որովհետև չեմ լսել ինչ կսվի
չեմ հետաքրքրված ինչ կսվի so at բանը նույն մեսեջը նույն պատկամը դու անընդհատ ուղարկես ժողովրդին կամ գրկնես հանգերքի նման ոչ մեկ ասեցություն ունենա գրնա նույնիսկ հագարակն ալնել Հայաստանի մեջ կարծես որովհետև ասկայնական լալու կամ նույն բարձավես ասկային արժեքներու հանդեպ ավելի լուրջ մոդեցում ունեցողը ամիջապես բادرազմի ջամփարի մեջ կարծես կտրվի եւ ընդդիմությունը այդ ծուղակի մեջ ինալու խնդիր ունի եւ դուրս չի գնարկալ կարծես կամ չեկդած ճանապարհը բացի արժանապատիվ խաղաղության բառեն որ ծևոմը փրկողակ որպես բանկը կործածի բայց չի համոզիչ չէ կարծես ճիշտ ասե որ ասենք նյուանսը որ կա ընթակ քաղաքականության մեջ հայաստանյան քաղաքական ուժերը չեն անդրադառնալ այսինքն ինչ ասել ուզեմ ոստե թուն գրնաս ասկայնական չլալ բայց նաև օրինակ կհավատաս ասենք ենթադրենք ինտիմատիր գուսակցության գաղափարներով բայց հարցը այն է որ գամ աս կամ ադի կերտա դու եթե ասկայնական չես կամ բավարար ասկայնական չես ուրեմն մեր հետ չես դες բանի բացարձակության հետ բաննելը արդեն արտացոլացումն է փեվերացման So այդ ամերիկայի մեջ է շատ կա կամ դարբեր երկրներում մեջ կփան օրինակ կուսակցությունը որ օրինակ է համար շատ բահբանողական է իր ընկերային արժեքներում մեջ հանրապետական կուսակցությունը ամերիկայի մեջ օրինակ է համար երբ մարդը օրինակ է համար երբ մեկը որ միասերական է անդամ գլա է բացահայտորեն կզարմանան բայց ինչու համար ադոր միացան իմ միասերականությունս կապ չունի աս իրենց քաղաքապարախոսության հետ հոսալ ասկայնականություն ունենալը կամ ասկայնական լալը կամ չլալը կորձոն չէ իմ գարձիկով ասկայնականության թրոշը կամ ասկայնականության խաղը կամ քարտը որ կա խաղակարտը որ կա չեմ կարծել որ ո մեկ ան որոշ քվեարկոներով վրա պիտի աստեցություն ուրեմն գմնա ինչ դնդեսական դաշտը լրիվ համացայն որ ասենք գայելի է լա անոր վրա հիմնված բայց այդտեղ հալ ինտիմությունը քիչ մը վիրավոր գտնա դուրս գալ որովհետև նախանցյալի հետ կապված նոր դեմքերը միան գնան կոծածել ադիգա նոր տեխնոլոգիաները Սամվել Ղարաբետյանի ասենք օրինակ Սամվել Ղարաբետյան, Թաթոյան բայց անոնք որ նախկին իշխանության հետ կապ ունին քիչ մը վիրավոր գնան քիչ մը որովհետև իրենք ալ երբեմն 1900 մինչև 2008-ի մինչև 2008-ի որոշ դրական տեղաշարժը տնտեսական գնան նորեն վկայակոչել բայց տնտեսության հարցը հիմնականի մեջ այսօր կարծես այդքան ուժեղ ծևով դժվար գլավոր օգտագործելը որովհետև ով պիտի օգտագործի կառավարությունը կօգտագործի շատ լավ կառավարությունը շատ լավ կօգտագործի Սամվել Ղարաբետյանը որոշ չափով բայց փորձված չէ Միսները շատ ասանք հբանցիկ ծևով բանգնեն գիտես Bush Clinton ընտրություններուն ժամանակ Bush-ը փամուներ Clinton-ը it's the economy stupid Դες միջազգային բաներում մասին խոսից, բայց իսկապես տնտեսությունն է։ Ասկի առաջ խոսեցանք IRA-ի, ասենք հարցախույզի մասին, եւ իսկապես տնտեսական հարցերն են։ Մեկ կողմեն, գիտես, բանի գուկա, ավելի լավ է սադանամ օրգջանչնաս, երկու չարած փոքրակույնը։ Պետության բարակային հարաբերությունները մեկը ո՞է մեկ կառավարություն, ո՞է մեկ գուսակցություն, որ կառավարության վրա իր առաջնահերթություն կամ հարաբերություն ունի այն իմաստով, որ փաստված է, կորձված է։ Բայց օրինակ համար Սամվել Ղարաբետյանի պես մեկը կամ իր գուսակցությունը կամ իր սադարող գուսակցությունը փորձառությունը չունի։ So ինչու համար ռիսկ ենք ասի վերցնենք։ Մյուս կողմեն օրինակ համար ավելի մեծ Հայաստան տաշինք օրինակ համար շատ ավելի հանգերք ասկայնականության հանգերքն է որ գշարնակ է բանել եւ անհատներու բան օրինակ Ռոբերտ Քոչարյանի ներկայությունը ադոր մեծ շատ հետաքրքրական է։ Իսկ վերադառնալով խաղապարի Ճիշտ է, պայման չէ որ խաղապարախոսություն ունենաս, ո՞ե մեկ կուսակցություն, բայց քոնե հարցերու վրա լավ ուսումնասիրված, գեցված կունեցիր։ Եվ ադալ չկա շատերում մեջ։ Այսինքն գնայս հիմա ծանոթությունները կտեսնանք Սամվել Ղարաբետյան 300,000 նոր կորձ եւ այլն, հաճելի է, բան է, բայց օրինակ ինձի պես մեկը ես պիտի ասեմ, օքեյ, ինձի ցույց տուր փաստերը, ինչպես պիտի ենես ասիկա։ Հիմա քվեարկողներու մեծամասնությունը պիտի չեն ադիգա, բայց ադիգա ավելի դժվար է արժևորել, քան թե օրինակ կառավարությունը քաղաքացիական պայմանագիր է որ անցնող 5 տարիների ընթացքում ասերինք, աներինք։ Նույն ցևով օրինակ համար հասկանալ բանը։
Հայաստանի մեջ per capita income, GDP per income անհատի բանը վերջին 5 տարվա ընթացքին բարձրացած է գլխուս վրա, ճիշտ է, բայց ոչ ոք չսե որ նաև քնողական արժեքներն էլ բարձրացած են։ Այնինչ որ 5 տարի առաջ $5,000 գնա էր առնել, այսօր 10,000 պիտի առնեն։ So ասպիսի հարցեր են որ չլար։ Իհարկե, ընդրական մոլուցկին մեջ ասպես ասված անգարելի է ասպոտ բոլոր բաները անել, բայց հոս է որ քաղաքական թաշտը պետք ունի մարդոց, որոնք կրնան ասիկա բացադրել, կրնան գեցված կունենալ ասոր տեխնազու կամ ոչ։ Եվ մաժարի բարակային հատ էր իմ կարծիքովս։ Հստակ մոդեցում բաներով, բայց նաև հոգնությունն ալգա։ Նաև քաղաքականության մեջ հետաքրական է որ հոգնությունը իշխանության հանդեպ նույն թեմքը դեսնելը գողնիս։ Նույնիսկ այդ լավ կորց կնե գողնիս։ Եվ աստեղ այսինքն նորեն ընդրողի հոգեբանությունը եւ ընդրողի անչափահասությունը նայելով օրինակ ամեն օր քեզի կտեսնամ ուրեմն քնա ուրիշ մեկը թողկա հագարակ որ ամեն ինչ որ գնես լավ է ենթադրաբար Օրբանի բարակային շատ վատ չէր իհարկե արդակին քաղաքականության մեջ հարցեր կար բայց ընդհանուր առմամբ բավական գրծած էր գենսամագարտակը բարձրացնել բայց նաեւ ստեղծած էր ասենք նեխած կոռումպացված որ գսեն մտնոլորտ so Հայաստան դակավին այդ մագարտագին չի հասած, բայց օրինակի համար 2018 իմ կարծիքով որոշ չափով ադեր մարդիկ հոգնած էին նույն թեմքերեն։ Հիմա ժամկետային բանը որ քաղաքացիական պայմանագիրը եթե օրինակ 5 տարի մնա արդյոք 5 տարի վեր մարդիկ պիտի հոգնին եւ այդ ժամանակ փոփոխություն ունենա։ Այնպիսի տարբեր կորձոններ են որ չեն նկատի առնել։ Հունգարիո բարակային, մաժարի բարակային գրծավ աս բոլորը միացնել, այսինքն ոչ ոք իրեն չի հարցուց հետաքրական է, որ եղբայր թուն թեմես Օրբանին 2 տարի առաջ իր ղարավարության մեջ էր։ Ինչպես կրնաս ասեք այնց հասկացնել։ Հիմա միս հարցն է, եթե իշխանափոխություն բիելա գնալ, որ միան հնարավոր գնալ ներսեն եկած որովհետև քաղաքացիական պայմանագրերն այսինքն այդ շրջանը որովհետև գրանցնա ներքին մեխանիզմը ինչպես է բարձրապես Հունգարիայի Չէ, հետաքրական հարց է օրինակը զուգահեռը բաներով քաղաքացիական պայմանագիրը բայց Հունգարիո Ֆրիդրիչ գուսակցության կամ սոցիալիստական ընկերվար գուսակցության պես չէ Ֆրանսիայի գայունացված գուսակցություն չէ հետաքրական է նայել օրինակ համար այդ գարույցը բանը որ չի գա քաղաքացիական պայմանագիր այսինքն եթե լար հանրապետական գուսակցությունը գրնալալ որ ճիշտ է գրնալալ բայց հոնալ այնքան շատ ասենք շահգաբումներ կա շատ ասենք կապվածություններ կա հետո մի մորնար որ եղավ փորձառությունը չէ Հայկ Մարությանը ծեվում ներսեն էր չէ եւ ինչ արդյունք տվավ այսինքն գարելի չէ մեկ չափ մեկ գշիր եւ մեկ ստանդարտ գտնալով ասել որ եթե ասան գլա այդ փոփոխությունները պիտի լան բայց չի բացառվիր օրինակի համար եթե դու իշխող գուսակցություն ես եւ համեմատաբար ոչ բռնադիրական իշխանության համակարգի մեջ ես բարակ ինչքան երկար ժամանակ շարունակվի քո իշխանությունը գրնա նաեւ բարակդումի շանսերը ավելնան Եվ գարելի օրինակի համար չի բացառվիր, որ օրինակի չեմ ասել որ վիդելա, բայց նորեն որովհետև այդ հավատարմությունը շատ տարբեր ծևերով բռնված է ասկային ժողովի մեջ խմբավորում բաժանվի եւ այլն, բայց բադեհաբաշներու վերջո մեծամասնությունը բադեհաբաշներու վրա հիմնված է, այսինքն ես այսօր նոր գխոսեի լսարանի մեջ, որ ինչու գուսակցության կմիանաց, խաղապարական ավելի օպորտունիստ բադեհաբաշտական կամ որովհետև քունդանիկը դեվընկերները նույն գուսակցության անդամ են եւ այլն եւ հոստերի իրականությունը ավելի այդ երկրորդն է որ ես կմիանամ որովհետև իշխող գուսակցությունը այսօր ասե գայլությունները դուր կփածի այո եւ ասիկա նորեն գուկա այդ բանին որ վերջո անհատներն են անհատի համար է որ ինտիմությունը չգնար միանալ որովհետև ամեն մեկ ինտիմության ղեկավարի մեծամասնությունը եթե ոչ ամենուն իգոն եսը շատ ավելի մեծ է քան թե օրինակի համար իշխանապողությունը եւ չեն ուզեր ոչ ոք չի գնար երևակայել որ եթե ես վարչապետ չլամ ով բիդելա իհարկե չեմ ընդունիր բայց ասիկա հունգարիան գրծավ մեկ կոմտնել այդ պատճառով է այսօրվա մեր զրույցը ոչ թե որովհետև քաչալեր ենք մենք որ ինտիմությունը միանա եւ իշխանության բարձրապես հետաքրական է զուգահեռները եւ Հայաստանի մեջ այդ համառությունը որ չպիտի այո ամենայնտեղս շնորհակալ եմ ասպետ շնորհակալություն ապո ինչ գալ շաբաթ հանդիպինք նորեն